Սիրելի ուսուցիչներ, տնօրինություն, հարգելի աշակերտներ, այսօր մենք ներկայացնում ենք նախագծային աշխատանք 7-րդ հարդասիրանի միասին։ Վերաբերում է մեր նախագծային աշխատանքը սնկերի զարմանահրաշ թագավորությանը։ Աշակերտներն աշխատել են արդեն իսկ ունեցած գիտելիքների և սեփական փորձով ձեռք բերած գիտելիքների վրա։ Եվ այսպես սնկերի զարմանահրաշ թագավորություն։ Ներկայացնենք, համաձայն եք։ Սիրելի ուսուցիչներ, մեր նախագծային աշխատանքի նպատակն է ապահովել սովորողների փոխհամագործակցությունը, ձևավորել սովորողների մոտ գիտելիքի արժևորում, ձևավորել միասնություն հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում, ձեռք բերել գիտելիքներ զարմանահրաշ սնկերի թագավորության մասին։ Մեր նախագծային աշխատանքի իրականացման փոխում կատարել ենք աշխատանքի բաժանում, որի ժամանակ յուրաքանչյուրս աշխատել ենք ըստ պահանջի և ըստ կարողությունների։ Աշխարհում հայտնի է սնկերի մոտ 100,000 տեսակ, իսկ Հայաստանում հայտնաբերվել է 4,500 տեսակի սնկեր։ Սնկերը կորեզավոր օրգանիզմներ են, որոնք ունեն և բույսերի և կենդանիների մտավոր շարքություն։ Բույսերի նման անշարժ են։ Աճում են ամբողջ կյանքում։ Սննդը ոչ թե կուլ են տալիս, այլ ներդրում են օրգանիզմ լուծված նյութերի ձևով ամբողջ մարմնի մակերեսով։ Ունեն լավ արտադրված բջջապատ։ Սնկերի կենդանական բնույթի արտանիշներն են բջջապատի հիմնական նյութը, որը ֆրիկինն է, այն դասութային նյութը և հանդիպում է հոդվածոտանի կենդանիների մոտ։ Սնկերը քլորոֆիլի հատիկներ չունեն, ֆոտոսինթեզ չեն կատարում, մեր նման սնվում են պատրաստի օրգանական նյութերը։ Երբ կուտակում է իրենց օրգանիզմ գլիկոգեն, ինչպես մենք, գլիկոգենը կենդանական օսմոս է։ Կենդանիների նման արտազատում են միզանյութ։ Այդ հուսով խաչ գիտնականները չիմացան սրանց ով թագավորության մեջ գրկեն։ Այդ պատճառով նրանց տրվեց առաջին թագավորություն, որը կոչվեց սնկերի թագավորություն։ Բոլորին ծանոթ ու տարածված են հաշվավոր սնկերը։ Դա և խնավ եղանակներ, հատկապես ամռավերջին և աշնան սկզբին, անտառներում, դաշտերում հանդիպում են բազմաթիվ գնդակավոր սնկեր։ Նրանք լինում են ուտելի և թունավոր։ Ես եմ համով, անուշաբույր, վիտամիններով հարուստ շամպինյոնը, սպառնակում են սպիտակուցներ, ածխաջրեր, լավ ճարպեր, 18 տեսակի ամինաթթուներ, հանքային աղեր, երկաթ, կալիում, կալցիում, պղինձ, սելը, խթանում են լուծումների գործունեությանը և նյարդային համակարգ լիարժեք աշխատանքին։ Դրա համար սիրելի ուսուցիչներ խորհուրդ են տալիս մեծ են շամպինյոնի շատ կերեք, դա կօգնի դիմադրել սրանց։ Նիկոմիա, հա, երիք է քեզ կորես, ես ապրես ասում եմ, լայնորեն լյարնյան խանություն, ունեն յուրահատուկ տես, մի փոչերավոր հագուստից այդ, տեղին կամոսկեպույի գլխիկից այդ, հարուստ է մաքանությունով և վիտամիներով, հատկապես վիտամին D-ով, որը կարևոր է ոսկորների և իմունային համակարգի համար, ճիշտ է, այն շատ վտանգավոր։ Այն նաև ունի հատկավոր գլխային հատկություն։ Ես շեփում եմ ուտել, տարածված են տարբեր անտառներում, այդ թվում նաև Դիլիջանի ազգային պարկում, իմ սննդային արժեքը շատ բարձր է։ Ես նույնպես հարուստ եմ սպիտակուցներով և հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, կալիումը և ֆոսֆորը։ Դրանք անհրաժեշտ են ձեր արյունատար և բնաշարժիչ համակարգի ճիշտ գործունեության համար։ Ես կապույտ շարքասունք եմ։ Ինձ հեշտությամբ ճանաչում են իմ յուրահատուկ բույնի պատճառով։ Սա մեր խորհրդության ընթացքում իմ բույնը մարում, բայց դա ոչ մի կերպ չի ազդում իմ համային հորեկտուրը։ Ես պարունակում եմ հատկապես B խմբի վիտամիններ, ինչը անհրաժեշտ է նյարդային համակարգի լավ գործունեության համար։ Իսկ ինչ գիտեք մեր մասին։ Չմոտենաք, նրանք թունավոր են։ Այո, ես ճանճասպարն եմ, շատ գեղեցիկ եմ, աչքերում ուտիմ վառ կարմիր գլխիկով, ես սպիտակ ուտիկներով։ Ստացել եմ ճանճասպան անունը, քանի որ ինձ նախկինում օգտագործում էին ճանճերին սպանելու համար։ Իմ գլխիկը խառնել էին կաթի է, ստանալով մահացույց, որի բույնը գրավել է ճանճերին։ Ես դժգույն պողարկալ եմ, աշխարհի ամենաթունավոր սունկը, պատինակում եմ դիսկ թունավոր նյութեր, ամադոքսիններ, որոնք լուրջ վնաս են հասցնում լյարդին և երիկամներին։ Անգամ երկար ելքվելիս ես չեմ կորցնում իմ թունավոր հատկությունը։ Թունավորումից փրկվելու համար անհրաժեշտ է առաջին բժշկական միջամտություն, ծանր դեպքերում լյարդի փոխվածքով։ Տարածված եմ Հայաստանում, եթե ինձ սննդի մեջ օգտագործել ընդամենը 200 գրամ, դա կավարտվի մահով։ Բոլբազասնկերը համարվում են մանրակրակային սնկեր։
Նրանց մարմինը, ինչպես խոշոր սնկերը, կազմված է բարակ ճյուղավորված թելերից, լիմֆերից, որոնք միացվելով առաջացնում են միցելիում։ Նրանք միավորվում են հողում, գովազդների, ինչպես ներսնդամթերքի վրա։ Ես մուկովն եմ, ապրում եմ հողում։ Ուսական մնացորդների, սննդամթերքի և նույնիսկ մարդկանց և կենդանիների օրգանիզմում։ Սկզբում առաջացնում են սպիտակ, ապա սև գույնի փակ, միջացնելով սննդամթերքը։ Ես ունեմ նաև օգտակար տեսակներ, որոնք օգտագործվում են սննդի արդյունաբերության մեջ։ Ես պենիցիլիումն եմ, հանդիպում եմ տարբեր մթերքների վրա և հայտնի եմ պենիցիլինի հակաբիոտիկի արտադրությամբ։ 1928 թվականին շոտլանդացի գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգի կողմից։ Մեկ օր նա նկատեց, որ լաբորատորիայի սենյակի թողած բակտերիաների կուլտուրաներից մեկի վրա բորբոս է առաջացել։ Սակայն նա նկատեց նաև, որ բորբոսի շուրջ առաջացած բակտերիաները ոչնչացել են։ Բորբոս բառնարկող մյուսն անվանեց պենիցիլին։ Իսկ այժմ դիտարկենք այն բորբոսասնկերը, որոնք մենք արարեցրել ենք կենսաբանության լաբորատորիայում։ Գոյություն ունի պենիցիլիկ քսակ, որն օգտագործվում է ռոկֆոր բանջի արտադրության մեջ։ Լավ ժամանակից սկսած մտածել են բազմացած ժամանակները, որոնց մեծ նշանակությունն է մասնավորապես հաստատման և գինեկոլոգիության մեջ։ Ամրացումները միավճիռ կլորավի մատուցմատրելական չափերի տեսակներ, որոնք բազմանում են բողոզման եղանակով։ Այս սնկերն անում են շաքար պարունակող միջավայրում, որի համար կոչվում են շաքարասնկեր։ Դրանք շաքարը վերածում են սպիրտի և ածխու գազի միաժամանակ անջատելով էներգիա։ Խմորասնկերը կիրառվում են ածխի, գելենի, տարբեր ըմպելիքների արտադրության մեջ։ Հարակոսները յուրահատուկ օրգանիզմներ են, որոնցում սնկերը համագործակցության մեջ են մտնում ցամաքային ջրիմուռների հետ։ Բարև սիրելի սնկեր, ինչու եք այսքան տխուր։ Տխուր եմ, որովհետև քաղցած եմ, չես տեսնում ալու մաշաններով, իսկ քեզ ինչ կա։ Այնքան էլ չէի ասել, լավից ունի ես, այդ ոչինչ։ Բայց երկար ճիշտ է ասում, սիրելի ջրիմուռ։ Մենք քեզ նման հնարավորություն չունենք, ֆոտոսինթեզ չենք կատարում։ Դրա համար էլ իմ գլուկոզան պակասում է։ Դե ուրեմն ես ձեզ կօգնեմ։ Այդ օրվանից հետո ջրիմուռը սնկերի հետ կնքեց փոխշահավետ գործարք։ Ջրիմուռը կատարում էր ֆոտոսինթեզ, իր մեջ կուտակելով օրգանական նյութեր, որոնցից մի մասը տալիս էր սնկերին, իսկ սնկերը իրենց երկար լիֆերով հողից վերցնում էին հանքային աղեր և դրանք տալիս էին ջրիմուռին։ Եվ այս համակեցությունը կոչվեց քարախոս։ Մենք ապրում ենք ժայռերի, ծառերի, կեղևների վրա, նույնիսկ անապատային տարածքների։ Մենք օդաավտոպատության նկատմամբ անչափ զգալի ենք։ Մենք տարածվում ենք այն վայրերում, որտեղ օդը մաքուր է, Որովհետև մենք մասնակցում ենք օդի որակի մոնիտորինգին։ Մակաբույծ սնկերին։ Մակաբույծ սնկերն ապրում և սնվում են սնկեր, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում։ Նրանք կարող են վնասել յուրաքանին, առաջացնելով տարբեր հիվանդություններ։ Ո՞վ եմ ես։ Այո, ես փոշեմուրիկն եմ, բարձրացնում եմ սև փոշի, դրանով էլ դարձում եմ ինձ սպորները։ Ես վարակում եմ հացահատիկային բույսերի բոլոր օրգանները, որպեսզի արտերին ցավը չվարակվեն, ցանկացած առաջը պետք է սերմերը ախտանեն ֆորմալինի թույն լուծիչով։ Ես ռանգասում եմ, բարինակում եմ դրանք հիվանդություն, որի շնորհիվ բույսի վրա առարելն դեղին բարձին են, դրանք իմ սպորներն են։ Ես անդրացողն եմ, ինձ արմաբարակված բույսի արտաքին ծածկույթը սպիտակ փոշով է պատում, տերևները դեֆորմացնում և չորանում են։ Աշոտը կարող են երկար թվարկել, ապետասում, որը մակաբուծում է ծառերի վրա, կորտիցեպս, որը մակաբուծում է վիճակների որոշակի տեսակների վրա, ասելով նրանց նյարդային համակարգի վրա։ Մարդկանց սնկային հիվանդություններ, միկոզ, կանդիդոզ, եղունգների սնկային հիվանդություններ և այլն։ Բույսերի սնկային հիվանդությունները իջեցնում են բույսի բերքատվությունը, որոնց դեմ պայքարում են ֆունգիցիդներով և կենսաբանական ու պայքարի միջոցառումներով և դիմացկուն սորտերի ստեղծմամբ։ Սնկային հիվանդությունները բուժում են տարբեր հետասնկային միջոցներով։ Գիտեք արդյոք, որ գոյություն ունեն նաև շատ սնկեր, որոնք գործում են կողմնելով զորքի։ Նրանք իրենց հիվանդի որոշ արտադրներով առաջացնում են ոչ կողմազներ, որոնք կարող են կողմնալ որոշակի։
մեծ օգնության տալիս գյուղատնտեսությանը, ոչնչացնելով վնասատուներին։ Ջիուֆերները էկզոտիկ սնկեր են, այսինքն աճում են կաղնի, բոխու, ինքնուզերու եւ այլ ծաղր ջարմատների հետ միասին։ Հողը պետք է լինի կրաքարային եւ հարուստ հանքանյութերով։ Նրանք հայտնաբերվում են հատուկ մարզված շների կամ խոզերի օգնությամբ, որոնք ունակ են զգալու ջիուֆերների անուշ բույրը հողի տակ։ Ջրուֆերները օգտագործվում են ամենաբարձր դասի խորհրդություններում, համարվում են աշխարհի ամենաթարմ սնկերից մեկը։ 1 կիլոգրամ ուղղված ջրուֆերի տեսակից կարող է հասնել 11,000 դոլարների։ Տարածված է Հայաստանի Հանրապետությունում, Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլ եվրոպական երկրներում։ Այս սնկերն աչքերը փոխում իրենց արտասովոր տեսքով բույրով։ Նրա գլխիկից դուրս է գալիս սպիտակամ դեղնավուն ծածկ եւ ցանցի նման կախվում ներքին։ Տարածվում է Ասիայում, Աֆրիկայում եւ ԱՄՆ-ի որոշ հատվածներում։ Չինաստանում այն բարձր է գնահատվում իր բուժական հատկությունների եւ սննդային արժեքների համար եւ օգտագործվում է խորհրդական աշխարհում։ Այդուհանդերձ, այս գեղջեր շատ հնարավոր սնունդը տարածված է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի ներկայացել մանդատներում։ Այն ունի անուշ երակի բույր եւ նման է արիատակներով ծամած մասներին։ Ճիշտ է, շատ գեղջեր շատ յուրահատուկ տեսք ունի, սակայն ուտելը խստիվ արգելվում է։ Հայ օրինակ չնչին քանակությունը կարող է հանգեցնել մահվան։ Բացի հնարավոր եւ շատ վտանգավոր լինելուց, անհայր ունի հակաբակտերիալ եւ հակաբորբոքային հատկություն, ինչը կարող է օգտագործվել հետագա բուժության մեջ։ Այսօր նույնպես հետաքրքիր արտաքին ունի։ Սպիտակ փեշերը կախվում են գլխից եւ մնում են լորիքի։ Ուտելի սունկ է, աճում է 10 ծառերի վրա, հանդիպում են Ասիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։ Ունի քաղցր համ եւ բազմազան բուժականություններ։ Հուդայի ակաճը ստավանդույթի սնկի անվանումը կապվում է Հուդա իսրայելացու հետ, ով դավաճանեց Հիսուսին, հետո էլ ինքնասպանություն գործեց կախվելով բարդու ծառից։ Այն ուտելի սնունք է, տարածված է Ամերիկայում, Եվրոպայում եւ այլ երկրներում։ Ասում եմ, որ սնկերը նույնպես կարող են քայլել, իհարկե շատ դանդաղ է քայլում, 1 մետրն ասում է մի քանի օրում։ Կարող է հողի մակերեսից բարձրանալ ծառի բնի վրա, տոնդողանման մարմին ունի։ Հայտնաբերվել է Եվրոպայում եւ Ռուսաստանի մի շարք այլ երկրներում։ Ինչպես էր կոչվում։ Երբ մոտ 30 մահացու տանգավոր սունկ է։ Այս սունկը նրա գլխարկը հիշեցնում է գլխուղեղին։ Այս սունկը պարունակում է թունավոր կիրոմիջին, որը կարող է առաջացնել լուրջ թունավորումներ։ Տարածվում է հիմնականում Աշխարհի ամենամեծ սնկային օրգանիզմ ճանաչվել է ԱՄՆ-ի Օրեգոնի Մալուն անտառային արգելոցի տարածված սնկամարմին է։ Այն զբաղեցնում է ավելի քան 900 հեկտար տարածք։ Տարիքը գնահատվում է 2500 տարի։ Մեծ մասը գտնվում է հողի տակ։ Արտաքին մարտերմութի բուժկամարները փոքր են, իսկ նրանց բուժկամարները գրավել են Օրեգոն նահանգի Միգեի արգելոցի շուրջ, մոտ 8800 հեկտար տարածք, ոչնչացնելով իր ճանապարհին ամեն բան, նույնիսկ զգալ գրավերը արմատային համակարգը։ Հայտնի որպես կարմիր վարդականնով, երիտասարդ վիճակում պատված է լինում թաղանթով, իսկ աճման ընթացքում դա պատռվում է։ Թեև այն հնարավոր չէ, բայց չի համարվում ուտելու, հոտի պատճառով։ Տարածված է Եվրոպայում, Աֆրիկայի հյուսիսային հատվածներում, Ռուսաստանում քիչ քանակությամբ։ Վերջին տարիներին սկսել է տարածվել նաև ԱՄՆ-ում։ Սնկերն իրենց համային եւ արժեքավոր որակական հատկություններով զբաղեցնում են մեր խոհանոցում առանձնահատուկ տեղ։ Գավառի տարածաշրջանում լայնորեն օգտագործվող սնկերից է շամպինյոնը եւ կախասնկերի որոշ տեսակներ։ Դրանք առկա են եւ բնութսանգում եւ աճեցվում են հատուկ տնտեսություններում արհեստական ճանապարհով։ Այսօր այդ տնտեսություններից մեկը, որը գտնվում է Ազատության 25 հասցեում, իր հյուրընկալ դռներն էր բացել 7-րդ դասարանի փոքրիկ հետազոտողների առջև։
որի համար խորին շնորհակալություն ենք հայտնում տնտեսության ղեկավար պարոն Արսեն Առաքելյանին։ Գիտելիքներով զինված, մեծ բավականություն ստացած վերադարձանք եւ ոգևորված որոշեցինք մեր սեփական ձեռքերով աճեցնել կախասուն։ Ուսումնասիրելով սնկերի աճեցման տեխնոլոգիան, մեր շատ սիրելի ընկեր Հարությունյանը ջանք ու եռան չխնայելով մեզ աջակցեց այդ դժվար գործում։ Եվ այսպես, մեր նախագծային աշխատանքի ավարտին մենք ունեցանք տեսահոլովակ, ցուցապաստառներ եւ մեր իսկ ձեռքով աճեցրած կախասունկ։ Ինչպես դուք ներկայացրեցիք, նախագծային աշխատանքը ինչ տվեց ձեզ։ Դուք ավելի միասնական եղաք եւ ձեր գիտելիքները ավելի խորացրեցիք եւ նոր բաներ սովորեցիք, ուրեմն ձեր բերեցիք ինչ հմտություններ, հետազոտելու հմտություն, չէ՞, ինչպես դուք ասեցիք եւ ամենակարևորը ձեր այս միասնականությունն է, համախմբվածությունը, ստեղծագործելու կարողություններ ձեռք բերելը եւ ամենակարևորը նաեւ ինչ կարողունակություն ձեռք բերեցիք սովորելու կարողունակությունը ձեռք բերեցիք։
իմ կողմից ես միավորներ եմ տալիս, թույլ կտաք։ Հարությունը շատ հետաքրքիր է նույնպես Էլենը շատ հետաքրքիր, շատ լավ է խոսում։ Այստեղ միավորներ կա նաև գրագիտություն, գրագետ խոսքը, ուրեմն աշակերտներ կային, Գերարությունյանը երևի նշեց, ես էլ նկատեցի, որ աշակերտներ կային, որ շատ գրագետ էին ներկայանում, այստեղ նաև ես ուզում եմ նշել, որ համագործակցություն է եղել նաև տարբեր առարկաների հետ, օրինակ կոնկրետ աշխարհագրության և քիմիայի շատ հետաքրքիր էր, շնորհակալություն ձեր մեծ աշխատանքի համար։ Եվ սիրելի աշակերտներ, ձեզ եմ շնորհակալ և Գեր Հարությունյանին։ Դուք էլ ինչպես ասեցիք, շատ շնորհակալ եք ուսուցչին, որ ձեզ առարկայից բացի նաև լրացուցիչ գիտելիքներ տվեց և խորացրեց ձեր գիտելիքները սնկերի վերաբերյալ։ Շնորհակալություն եք։ Կան ժամանակամիջոցում փորձեցիք այդ ամեն ինչը ներկայացնել, բայց ես արդեն պատկերացնում եմ այդ աշխատանքի խորությունը, սկսած թեմայի ընտրությունից, աշխատանքի բաժանումից, աշխատանքի ամբողջ ընթացքը դե բնականաբար ամենաբարդն է և դժվար է նաև ներկայացումը, որը դուք այսօր հաջողությամբ կատարեցիք։ Ես հասկացա, որ դուք բավականին գիտելիքներ եք ձեռք բերել, ձեր գիտելիքները կիրառել եք և նախագծի հիմնական նպատակը իրականացրել եք, դա պրոդուկտի ստացումն է, նախագծային աշխատանքի կարևոր փուլը դա պրոդուկտի ստացումն է, որը ձեր մոտ շատ հաջողությամբ ստացվել էր և բոլորս հիացած ենք ձեր կատարած աշխատանքից և ամենակարևորը, որ այդ ամենը դուք կատարել էիք սիրով, կատարել էիք համախմբված, կատարել էիք միասնական և արդյունավետ։ Գերարությունյան, շնորհակալություն ձեզ, որ կարողացել եք այսքան մեծ խմբի հետ աշխատանքը կատարել, կարողացել եք բոլորին ինչ որ մի փուլում ներգրավել, թե հետազոտման փուլում, թե աշխատանքի ընթացքում, հետագայում նաև սնկի աճեցման և այսօր ներկայացման ժամանակ։ Ձեզ նույնպես շնորհակալություն սիրելի աշակերտներ, որ մեր օրը այսօր այսպես գեղեցկացրեցիք։ Մենք էլ այսօր բավականին նոր բաներ իմացանք, սովորեցինք, չգիտեի, որ այդքան տեսակի սնկեր կան և բավականին մեծ քանակությամբ սնկեր Հայաստանում են աճում։ Նրանց գիտեի, որ լինում են ուտելու սնկեր և թունավոր սնկեր, բայց որ կան սնկեր այդքան շատ քիմիական տարերև պարունակում, շարժվող սնկեր, շատ նոր բաներ, ես ինքս նույնպես իմացա դրա համար նույնպես շնորհակալություն։ Եվ ամեն անգամ այսպիսի մի գեղեցիկ նախագծային աշխատանք, երբ որ ներկայացնում եք, ես մտածում եմ նաև հետագայի մասին, ինչ իմաստով, որ դուք չսահմանափակվեք այսքանով, որ դա ունենա նաև շարունակականություն, այսինքն օրինակ մի փոքր դուք ծանոթացաք ինչպես կարելի աճեցնել սնկերը, բայց դա կարելի է նաև բազմացնել և մտածել նաև այդ ուղղությամբ, որ ունենաք մի փոքրիկ բիզնես, կան նաև ձեր տարիքի երեխաներ, ովքեր աճեցնում են սնկեր, որ դուք նույնպես ունենաք ձեր բիզնեսը։ Լեգա ջանի շնորհիվ երեխաները համախմբված են, սիրով կատարել են իմ ամեն մի ասածը, սիրով տվել են իրենց միտքը, որը ես նույնպես սիրով ընդունել եմ, համախմբված միասին, սիրով հարգանքով ավարտին հասցրեցինք մեր նախագծային աշխատանքը։ Շնորհակալություն ձեզ, իմ սիրելի աշակերտներ։ Շնորհակալություն։